Դու գժվել ես։ Եթե ես դուրս չգայի, ներս էիր մտնելու։ Հա։ Լսի, հիմա ուժեղ տղա խաղալու ժամանակը չի։ Հետ լավ չի լինի, եթե դու հանկարծ աղբորս աչքի ներևաս։ Ու քեզ թվում է ես ամբողջ կյանք երազել եմ աղբորդ աչքի ներևամ։ Ես ձեզ չեմ ճանաչել ու կուզենայի ընդհանրապես չճանաչել։ Ուղղակի նենց ոնց են անգամ, տենց էլ այս անգամ ես օգնության ձեռք մեկնեցի մարդուն ու ստացվեց այն, ինչ որ ստացվեց։ Չեմ եկել, որ քեզ մեղադրեմ։ Իրոք դրա համար չեմ եկել։ Եկել եմ, որ կարողանանք օգնենք իրար։ Ինչ-որ մի բան անենք, որ գոնե մեկս մեկին օգուտ տանք։ Ու հետո ես այդ տեսակը չեմ, որ աղջկա այդ հարցեր լուծեմ։ Ուղղակի հիմա պետքա խոսել իրար հետ ու ինչով կարողանալ իրար օգնել։ Լավ, սկզբի համար արի գնանք ստաղից, որովհետև իսկապես լավ չի լինի, եթե հանկարծ Մինասը քեզ տեսնի։ Հետո կհասկանանք։ Ես էլ սուրճը ցյուս։ Ապրես։ Այն սեդան էլի մեկուսացել է։ Մինասը չթողեց դուրս գա, էլի փակվել է սենյակում։ Կլինի գոնե մի ժամ սեդայի մասին չխոսենք։ Յո, Էլեն ջան, ես դու ես։ Հա, ես եմ։ Արդեն հոգնել եմ, Սյուզի։ Առավոտի ծիրիկուն մենակ սեդայի մասին եք խոսում։ Դու իմ հետ ուրիշ խոսալու բան չունես։ Մենակ սեդա ու վերջ։ Ես չլինի վիճել եք, հա։ Չէ, չենք վիճել։ Ուղղակի ես հոգնել եմ արդեն։ Սեդան սխալ է թե ճիշտ, թողեց իր աղբերը բարձի։ Դու իմ քույրն ես, կլինի մի քիչ էլ իմ կյանքի նորություններից հետաքրքրվես։ Չէ, ստեղ հաստատ մի բան են չի։ Դու քեզ նման չես, Էլեն ջան։ Հələ պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Ոչ մի բան էլ չի եղել։ Հա որ։ Չհավատացի։ Ուրիշ ժամանակ Սեդայի անունը տալուց որ հանկարծ շեշտը ուրիշ տեղ եմ դնում, քիչ ամնում ինձ ուտես։ Բա հիմա ինչի ես սենց։ Հմ։ Աղբերս ասաց, որ քեզ ձերբակալելու հրաման կա։ Ասաց, որ այդ ծաղիկների առաքման գործը չի պարզվել։ Հա։ Չի պարզվել ու հենց այդ պատճառով էլ կասկածյալ եմ դարձել։ Բայց ինչ ա եղել իրականում։ Ես էլ չգիտեմ ոնց ա ստացվել, որ այդ ծաղիկները դու ես առաքել, մենք երբեք չենք խոսել այդ մասին։ Դե նենց ոնց քեզ օգնեցի, տենց էլ այդ ծաղկի առաքչի։ Պատվեր է ստացել։ Գնացի հետևից ու պարզվեց, որ ծաղկի առաքիչ է։ Մեքենան փչացել էր այդ տղայի ու խնդրեց, որ իր փոխարեն ես շարունակեմ պատվերը։ Ճանապարհից վրա էր, ես էլ չմերժեցի։ Ես այսքան բանը բաժնում եմ ասել, բայց մեկ ապացույցներ չկան։ Զանգում եմ այդ համարով անասանելի է։ Պատվերի տեղն էլ նայել եմ, ծաղկի խանութներ չկան։ Դրա համար ոչ մի բան պարզ չի։ Պարզ է։ Այսքան բան ասացի, պարզա ու վերջ։ Բա ինչ ես ուզում, որ ասեմ։ Կարող է դու էլ չես հավատում, որ ես մեղավոր չեմ։ Կարող է քո աչքին դեռ միջև հիմա կասկածյալ եմ թվում։ Եթե տենց ասա, եթե վախենում ես, ասա իմանամ։ Ես չեմ ուզում հոգեբանորեն ազդեմ քո վրա։ Իսկ ինչ ես ուզում, որ ասեմ, եթե ես ոչ մի բան չեմ հիշում։ Ու հա, ես հիմա ամեն ինչից ու բոլորից վախենում եմ։ Չես հասկանում, որ ես չեմ եկել ստեղ, որ կռվեմ հետդ։ Կամ էլ անընդհատ արածս լավությունը քեզ հիշացնի։ Ընդամենն ուզում եմ, որ հիշես ու ինձ ասես, թե ոնց ա եղել այդ ամեն ինչ, ինչ-որ մի բան, ինչ-որ մի դեպք, ինչ-որ պատմություն, հայացք, չգիտեմ, ինչ-որ մի բան, որից հնարավոր կլինի բռնել այս պատմության պոչը։ Ինչ-որ գույներ, ձայներ, մարդկանց դեմքեր, գոնե մի բան։ Հարութ, քեզ ինչ է թվում։ Ես չեմ փորձում հիշել։
Օր ու գիշեր չեմ քնում, անընդհատ լարում եմ ուղեղս, փորձում եմ ինչ-որ բան հիշել, որ աչքիս առաջ ինչ-որ բան գա, բայց չի գալիս ու վերջ։ Ուրեմն ավելի լավ փորձի։ Դու չես հասկանում, որ ես տուն ունեմ, ընտանիք, շրջապատ, ընկերներ, նշանած աղջիկ։ Հասկանում ես, թե այս ամեն ինչը ինչ բիծ կարա թողնի իմ անվան վրա։ Հասկանում ես այդքանը։ Դրա համար խնդրում եմ, որ գոնե ինչ-որ մի բան հիշես։ Այն ժամանակ դու ունեիր իմ օգնության կարիքը ու ես առանց մի վայրկյան մտածելու քեզ օգնեցի։ Հիմա էլ ես ունեմ քո օգնության կարիքը։ Պետք է հիշես։ Լավ, ում հետ ես խոսել այդ օրը։ Ով է քեզ զանգել, գրել, չգիտեմ։ Ինչի դուրս եկար ծնունդի տեղից ու ինձ խնդրեցիր, որ քեզ շտապ ինչ-որ տեղ տանեմ։ Այդ ուր էիր շտապում։ Ես մամայիս եմ փնտրում։ Ու ինձ գրել էին, որ գիտեն մամայիս տեղը։ Ոնց։ Բա ուր է այդ նամակները։ Տելեգրամով են գրել ու հետո երկկողմանի նամակագրությունը ջնջել են։ Գիտես, մի տեսակ կնես տպավորությունա, որ ոնց որ չուզենաս այս ամեն ինչը բացահայտվի։ Կարող է քեզ վախեցրել են։ Վախեցրել են, որ անուն չտաս, չասես թե ով է։ Ես ումից պիտի վախենամ կամ ինչից։ Մանա, ես չգիտեմ որն է քո համար իդեալական, որը չէ, բայց ես որպես տղամարդ քեզ կարամ վստահ ասեմ, իմ կողքից աղջիկ չի կարա գնա։ Իսկ ինչ ես մտածում, որ Հարութը արժանի է դրան, կամ ինչ ես դու մտածում, որ դու այդ տղեն չես, իսկ Հարութը այդ տղենա, որը արժանի է իմ այս քայլին։ Որտեվ քո դեպքը ուրիշ է։ Ինչն է ուրիշ։ Քո բախտը ոչ մանկության հարցում է բերել, ոչ էլ հիմա։ Այսինքն դու լավ մանկություն չես ունեցել։ Մանկատանը լավ օրվան սպասելը, այդ նույնն է ոնց որ ամենացուրտ գիշերը սպասես, որ պատանի տակ վարդեր բացվեն։ Անհնար է, չէ՞։ Ես Հարութի մասին հետաքրքրվել եմ։ Ես գիտեմ, որ ինքը աղքատ տղա է։ Ինքը քեզ նույնն է տալու, ինչի համը դու արդեն գիտես։ Բայց դու ձգտում ես փոփոխության, լավ կյանքի, հարմար կյանքի։ Ու ասեմ, որ քո պարագայում դա նորմալ է։ Ու մի բան լավ հիշի։ Լավ կյանքի ձգտելը դա չի նշանակում քեզ ծախես։ Այդ սովորական մարդկային ցանկություն է, որ ուզում ես այս կյանքից մի հատ լավ բան տեսնես։ Հարութը աղքատ չի։ Իսկ եթե դու մտածում ես, որ հասարակ աշխատանք ունեցող մարդը համարվում է աղքատ, չարաչար սխալվում ես։ Հարութը ինձ շատ է սիրում ու ամեն ինչ իմ համար անում է, իսկ ինչն էլ չի հասցնում, ես իրան հասկանում եմ։ Բայց ինչի համար ես հասկանում։ Էն էլ հիմա, որ քո կյանքում կամ ես, ու պատրաստ եմ քո համար անեմ ամեն ինչ։ Ինչի համար ես այդ տղուն հասկանում, կասես։ Դու համեմատել ես մեզ իրար հետ։ Դու քեզ հարց տվել ես, մանե։ Այդ ոնց է ստացվում, որ նվերը իմ համար կարա անի ամեն ինչ, բայց Հարութը չի կարում անի։ Ես կյանքում Հարութին չեմ համեմատի։ Գիտես ինչի չես համեմատի։ Որովհետև որ համեմատես կհասկանաս, որ ինքը որպես տղա իշքան քիչ ձգտում է ունեցել այս կյանքում։ Մանա, ես միշտ լավ կյանքով չեմ ապրել։ Գիտես իշքան դժվարությունների մեջով եմ անցել, բայց չեմ կոտրվել, առաջ եմ գնացել, վիզ եմ դրել, ու այսօր ունեմ այն ինչ որ ունեմ։ Ու այս ամեն ինչը ես ուզում եմ վայելեմ քո հետ։ Այ հիմա դու անկեղծ ես։ Այս իմ ուզած մանեն է։ Ես քո կողքն եմ։ Ոչ մի բան ես շնեղվես։ Չգիտեմ դու ինչ ես վախենում, բայց հաստատ մի բանից վախենում ես։
Երևի մտածում ես, որ հանկարծ աղբորդ ինչ-որ վնաս չտաս, կամ ինչ-որ խոսակցությունների առիթ չդառնաս, վախենում ես։ Լսի, ես քեզ ասում եմ, մորս եմ փնտրում։ Իմ ամբողջ նպատակը ամբողջ կյանքի ընթացքում մամային գտնելն է եղել։ Իսկ այդ օրը ինձ ասացին, որ կարամ տեսնեմ մամային, դու հիմա ինչ ես խոսում։ Կամ եթե խոսքը կասկածելուց է գնում, ես էլ քեզ կարամ կասկածեմ։ Որովհետև 4 կողմից անընդհատ քո անունն են տալիս։ Ու ոչ մեկ չգիտի ոնց հայտնվեցիր, համ ճանապարհից վրա, համ ռեստորանում։ Ու աղբերս անընդհատ ինձ այդ մասին հիշացնում է։ Բայց ես չեմ թողում, որ շարունակի, որովհետև չեմ հիշում։ Ու եթե ես տենց վախենում եմ ու փորձում եմ ինչ-որ բան թաքցնել, այդ դեպքում ինչի ուղղակի քո անունը չեմ տալիս, այս պատմությունը քո կողմը չեմ ուղղում, որ ես ազատվեմ շուտ ամեն ինչից։ Ու մենակ է դա պատճառը, որ իմ դեմ չես խոսում։ Այսինքն քո մեջ էլ կա կասկած, որ ես մեղավոր եմ։ Հիմա իմ վիճակը հասկանալի է, որովհետև ես 100%-ով ոչ մեկին չեմ կարող վստահել։ Ինձ նենց չեն կոտրել, որ կներես։ Չէի ուզում քեզ ներածնել։ Ուղղակի խնդրում եմ, դու էլ ինձ հասկացի։ Հա, մենք անծանոթ մարդիկ ենք, իրավունք ունենք իրար չհավատալու, չվստահելու։ Բայց պետքա մի քիչ տրամաբանել, չէ՞։ Լավ, եթե ես քեզ պետքա վնասած լինեի, ինչի պետքա տանեմ իմ տուն։ Չգիտեմ, ես կփորձեմ քեզ օգնել, բայց դու էլ ինձ հասկացի, իմ ձեռքերում շատ բան չկա։ Որովհետև ամեն անգամ, երբ քո անունը տալիս են ու ես ասում եմ, որ դու կապ չունես, ինձ հարցնում են, թե ինչի եմ ես այդքան վստահ, ու ես լեզուս կուլ եմ տալիս, որովհետև չեմ հիշում։ Իսկ այն, ինչ հիշում եմ, ես ու ընտանիքս տարբեր ձև ենք վերլուծում։ Բայց ամեն դեպքում ես կփորձեմ նույնը շարունակել, չգիտեմ ինչքանով դա քեզ կօգնի։ Պետք չի։ Եթե պետք է այդ ամեն ինչը անես ներքին կասկածանքով, հաստատ պետք չի։ Այսինքն Չեմ ուզում, որ հիմա ասես, որ տենց բան չկա ու հետո փոշման ես ասածիդ համար։ Ամենավատը գիտես որն է։ Որ դու ասում ես, որ չես հիշում։ Ուղղակի չես հիշում։ Իսկ չհիշելուդ համար ինչ անեմ։ Ոչ եմ սպանելու քեզ։ Բարի ախորժակ։ Ինչ եղավ։ Նեղվում ես, որ ուրախ ես։ Նեղվում ես, որ ծիծաղում ես։ Ման այդ նշանակում է, որ քո մոտ ամեն ինչ լավ է, վայել ես պահը։ Սեդա։ Սրանից կուտես եւ շատ համով է։ Սեդան որտեղ է։ Սենյակում չի։ Չէ, սենյակում չի։ Ոչ մեկը չեք տեսել ուրա գնաց է։ Գորջան, նորություն ունես։ Չէ, նորություն չկա։ Առնել են երախոս։
Բա ոստիկանությունում եղել ես։ Հա, գնացի, բայց ինֆորմացիա չեն տալիս։ Եթե ճիշտն ասեմ, Մանեին էլ չեմ գտնում։ Հա, Չկա, մտածում ես իրար հետ են։ չգիտեմ։ Զանգում եմ աղջիկը զանգելիս չի պատասխանում։ Ճիշտն ասած, ես էլ նվերին եմ զանգում, բայց նվերն էլ չի պատասխանում։ Քանի անգամ ասեցի այդ աղջկան տանից դուրս չգաս։ Էդ ո՞նց է դուրս եկել է, որ չենք նկատել։ Դե որ հեռախոսից այդ մեկ-մեկ դուրս գաս, կնկատես։ Այսինքն, Ես գնացի։ Պապ, Աջան, Սեդան ասել էր ձեզ չասեմ, բայց վախենում եմ։ ինչ եղել։ Սեդայի հետ որ դուրս էինք եկել, ինչ որ տղա էր կանգնած Սեդայի հետ էր խոսում։ Ինչ տղա։ Ես չեմ ճանաչում, բայց Սեդան ասեց, որ ձեզ չասեմ, դրա համար է տուն բերեց։ Եվ փորձի հիշես։ Կարող է ինքն էր։ Հա, Հաստատ։ հա, Հետո ո՞վ։ Սյուզի մի հատ կամերաներով նայ, տեսով ա եղել։ հեսա, երկուսով գնում են։ Մինաս, քուրդ որոշել է վերջնականապես մեզ խայտարակի։ Բալես, ճիշտ է, Սեդան քեզ ասել է, որ ոչ մի բան մեզ չպատմես, բայց դու լավ կլինի, որ պատմես, որովհետև կարող է այդ տղան իրան վնասի։ Սյուզ, ինչ ես խոսում։ Պետք չի երախուն վախեցնել։ Սխալ է այդ ձևով ինչ որ բան իմանալը։ Հիմա երկուսուդ է սուս եք մնում, մենակ Եվան է խոսում։ Բալես մի հատ հիշի, ինչ են իրար հետ խոսում։ իմ մոտ ոչ մի բան չեն խոսացել։ Մենակ հիշում եմ, որ Սեդան այդ տղային ասեց, սպասի ինձ։ Մինչև ինձ վերև բարձացնի։ Սեդ մի հատ զանգ ինձ թվում է վատ բան եմ արել։ Ես երևի տուն գնամ։ Չէ, ուր ես գնում, հələ նստի։ Գիժ ես։
Այս ժամին ուր ես գնում։ Թե որ Սեդան տանը չի, մեր տանը չես մնում։ Դե հետս չես շփվում, անընդհատ հեռախոսի մեջ ես։ Այդ աղջիկը մեր հետևից է ընկել։ Նու ավելի շուտ մինասի։ Կարող է հյութ բերեմ, խմենք, հմ։ Հա, կարելի է։ Ուրա տղեդ։ Չգործ ունես տղայիս հետ։ Ես անդաստիրակ մարդ չեմ, բայց տունը շուր կտամ։ Ասա թո տղեդ գան։ Տանը չի։ Քո կարծիքով որ տանը լիներ ու լսեր ոնց է ինչ-որ մեկը իր ամոր հետ խոսում, սենյակում կմնար։ Դու գիտես ես ով եմ։ Արդեն պարզ է։ Լսի, իմ քուրը չկա, կորել է։ Տանը չի։ Ասա տղեդ թո գա ստեղ։ Հիմա ինչ։ Քուրդ որ կորի, մեր տանն ես փնտրելու, հա։ Մենք հասարակ մարդիկ ենք։ Մեզ մի խառնեք ձեր պատմությունների մեջ։ Տղես ընդամենը օգնել է քրոջդ, ու էսա պատասխանը։ Ես վստահ եմ, որ տղես ամեն ինչ կանի, որ ձեր տնից հեռու մնա։ Հա որ։ Առավոտ իմ տան դեմն էր, Սեդա հետ էր խոսում։ Ինչ։ Ինչ է ստեղ կատարվում։ Ինչ ա եղել։ Ճիշտ է, Հարութը հիմա տունը չի, բայց այդ չի նշանակում, որ հաստատ ձեր քրոջ հետ է։ Լսի, իրանց հանդիպումից հետո քուրս տուն չի եկել, չես հասկանում այդքանը։ Ես խոսել եմ Հարութի հետ ու գիտեմ, որ մենակ է։ Զանգի, հենց հիմա զանգի։ Բարձրակոսի վրա դիր։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Խնդրում ենք զանգահարել ավելի ուշ։ Արա դու հասկանում ես ում այդ գործ ունես։ Ես հասկանում եմ, որ վատ բան ա եղել, շատ վատ բան ա եղել, բայց իմ տղան իրանց սխալ չի պահել, հետո ով ուզում է եղել, չի կարելի գալ մարդու տուն ու սենց վատ պահել իրան, դու ծնող չունես, ես քո մոր տարիքին եմ ախր, այս դեպքից հետո ոչ քուն ունենք, ոչ դադար, ոնց կարող է այսքան ամեն ինչ անարդար լինի, հիմա ինչ, տղաս պետք է քրոջդ անօգնական թողներ ու այդ լավ կլիներ, բարի կլիներ։
Դուք աղոթեք, որ իմ քուրը վերադառնա ողջ առողջ։ Ու ամենակարևորը մենակ։ Գոր, Չգիտեմ ինչ ասեմ, չգիտեմ ինչ մտածեմ, չեմ հասկանում ինչա կատարվում։ բայց դու Հարութի հետ խոսել ես իրոք։ Չէ, զանգերից չի պատասխանում։ Հենց դրա համար էլ սենց լեզուս ատամների սարանքը պահած կանգնել էի։ Այս ինչա վիճակդ, Գոր։ Բան գիտես, այդ աղջկա հետ ա իրոք։ Չէ, երդվում եմ, ոչ մի բան չգիտեմ։ Բայց կասկածում ես։ Չէ, ուղղակի անհանգստանում եմ։ Մարդը իր բերանով ասեց, որ իրանց տան մոտ ա տեսել։ Էլ ինչ մտածեմ։ Կասկածում ես։ Ես վստահ եմ, որ Եվան շատ բան գիտի։ Դե նկատի ունեմ, որ կարող ենք ինչ-որ ինֆորմացիա իմանալ, հետո Սեդային կօգնենք։ Իրան որ թողնես, ինքը մենակ հաստատ օգնություն չի խնդրի։ Հաստատ դրա համար ես ուզում։ Այսինքն Խմի։ Տեսար ինչ լավ որ ունեցանք։ Դու էլ չեր ուզում գայր, չեմ ուչում էր անում։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, բայց այս մի քանի վայրկյանը ոչ մի բան չի փոխելու իմ որոշումներին։ Ուղղակի մի պահ ուզեցի առօրյայից կտրվել ու ինքս էլ չզգացի, թե ոնց ժամանակը անցավ։ Գիտես մարդ երբ չի զգում ոնց է անցնում ժամանակը, երբ սկսում է վայելել կյանքը ու այն մարդու հետ, ում որ սիրում է։ Ուշա։ Կարող է ինձ տուն տանես, ավելի ճիշտ Հարութենց տուն, բանալիս այդտեղ եմ մոռացել։ Ահա որ է։ Ինչը։ Դե իմ ձեռքով քեզ տանելու եմ նշանացի տուն։ Նվեր։ Լավ, մի ձև կդիմանամ։ Բայց ասա, որ այսօրը քեզ շատ բան տվեց, շատ բան ունես ծանր ու թեթև անելու։ Ես մի ձև կդիմանամ, միջով քո որոշումները վերանայես։ Մանե, ասա, որ ինձ սկսեցիր ավելի շատ վստահել։ Ես այսօր շատ բան կարայի ինձ թույլ տայի, եթե ուզենայի, կամ եթե ինչ-որ վատ տրամադրվածություն ունենայի քո հանդեպ։ Բայց դու տեսար, ես մի հատ ավելի բան ինձ թույլ չտվեցի։ Դու այդ մարդը չես։ Արդեն լավ է, որ ինձ ճանաչում ես, իմ մասին լավ բաներ ես ասում։ Արդեն ջերմություն եմ զգում քեզանից։ Աչքերդ ավելի շատ է փայլում։ Չի պատասխանում։ Նվերն էլ չկա։ Ես արդեն մտածում եմ, որ միասին են։ Ես ոնց հասկանում եմ, քեզ ավելի շատ նվերն է հետաքրքրում, հա։ Հերիք ասածներից մեջ անընդհատ ենթատեքստ փնտրես։ Ինչ ես ուզում։
Չեմ ուզում մոտիկ կանգնեմ, որ չնկատեն քեզ, ավելորդ հարցեր չտան, դու ստիպված չխաբես։ Ուզում միջով վերջին րոպեն օրդ բարձր տրամադրությամբ ավարտես։ Գորը ինչ անում ստեղ։ Գորովը։ Հարութի ընկերն է, երևի ինչ-որ բան է եղել։ Լավ, ես գնամ։ Նվեր թող։ Խոստացիր, որ ասաստերից մասին կմտածես։ Ինչ ա եղել, տիկին Ֆլորա, քեզ լավ չես զգում։ Ուր էիր, բալես, ուր ես կորել։ Աշխատանքի մի քիչ խնդիրներ եղան, դրա համար ուշ վերջացրեցինք։ Հետո էլ ընկերուներիս հետ գնացինք կինո նայելու, բայց դու են ասա, ինչ ա եղել։ Նոր գորին տեսա, խառնված դուրս եկավ ու ոնց հասկանում եմ Հարութն էլ տանը չի։ Տանը չի ու չգիտենք ուր է։ Այսինքն Այսօր անաստեղ ինձ մենակ մի թող այսօր կմնամ, բայց են ասա, ինչ ա եղել, Հարութը ուր է։ Դուք այսօր իրար հետ չեք խոսացել, չես անհանգստանում, որ միջև հիմա չկա, հա? Զանգել եմ չի պատասխանում։ Ոչ մեկիս էլ չի պատասխանում, չեմ հասկանում։ Փաստորեն նորություն չկա, հա? Չէ, չկա։ Ամբողջ գիշեր տուն չի եկել, հիմա էլ զանգում եմ չի պատասխանում։ Հա, մինաս, ինչ կա։ Ոչ մի բան չկա, ոչ ինքը կա, ոչ էլ տաքսիստը։ Փաստորեն ամբողջ գիշեր այդ տաքսիստի հետ ա եղել։ Այստեղ մի բան է, այն չի, ես չեմ հավատում, անհնար է։ Հալո։ Բարև ձեզ, հիվանդանոցից է։ Սեդա Վարդանյանը խնդրել է, որ զանգեն գիշերն են բերել։ Ինչ։ Ոնց է հիմա։ Խնդրում եմ, եկեք տեղում կխոսեք բժշկի հետ։ Որ հիվանդանոցն է։ Մինաս, ինչ հիվանդանոց։ Մինաս։ Փաստորեն էլի հիվանդանոց է, հա, ընկել։ Տեսնես հիմա ինչ ա եղել, հիմա ով ա նեղացրել։ Էլեն, դու այս վերջերս սկսել ես մի տեսակ վերաբերվել Սեդային, հա? Առաջվա Էլենը կված էր Մինասի հետևից միջև մեքենան։ Ինչ ա փոխվել։ Ընդհանրապես, երեք ինչի էիր ասում, որ Եվայից ինչ-որ բան հետաքրքրվեմ, անհանգստանում ես նվերի համար, բայց քո ընկերուհին ա կորել։ Սյուզի ջան, որովհետև եթե պարզվի, որ Սեդան ամբողջ գիշեր այդ տաքսիստի հետ ա եղել, ես արդեն մտածելու եմ, որ ընկերուհի չունեմ։ Ու եթե առաջ արդարացնում էի իրան, հիմա արդեն էլ տեղ չի թողել։ Գորն էլ չի պատասխանում։ Չեմ հասկանում, սենց մարդիկ էլ են լինում։ Չեն հասկանում, որ անհանգստանում ենք։
Ինչա կատարվում։ Ես ինչ ես անում։ Ես ինչ օրն ես ինձ գցե։ Բժիշկի հետ եմ խոսել։ Ասել է քեզ գիշերը ուշագնաց բերել են։ Ինչա կատարվում։ Ինչի ես քեզ այսօրը գցե։ Սկսել եմ ինքս ինձ չխղճալ մինաս։ Դահճի նման կացինը ձեռքս եմ վերցրել ու վազում եմ իմ հետևից սպասում եմ, երբ է լինելու այդ հարվածը, որ վերջնական էս ամեն ինչը ավարտվի։ Ինչ ես խոսում։ Ինչ ես մտածում։ Սևան էի գնացել։ Ինչ։ Դու լրիվ ես գժվել։ Այդ ժամին գնացել ես Սևան, որ ինչ։ Նվերը ասաց, որ եթե Սևան գնամ ու շուրջս նայեմ հնարավոր է կարողանամ ինչ-որ բան հիշել։ Բայց ես չգիտեի, որ ամեն ինչ կկրկնվի։